Պատվարժանական Վարշավիի այցելության հետ կապված Տերատանը սկզբում արձանագրեց, որ տվել է պատասխանը, այսինքն իր որոշումը հայտնել է, բայց քրեակատարողական հիմնարկում կա անորոշություն դատարանի դիրքորոշման հետ կապված, արդյոք դատարանը թույլ տվել է թե ոչ, կխնդրեի հարգելի պատվարժանական վերստին քննարկել եւ ԿԿՀ-ին հայտնել արդյոք դատարանի համաձայնությունը տալիս է թե ոչ, կրկնեմ խնդիրը վերաբերում է բացառապես Վարշավիի այցելությանը, քանի որ Սերուկ-Վրաստանի տեսակցությունները եղել են արգելված բացառության մերձավոր ազգականների, Վարշավիը արդեն 7-րդ ամիսն է չի այցելել Սերուկ-Վրաստանի, ուստի խնդրեմ հարցը վերստին քննարկել եւ ԿԿՀ-ին ուղիղ գրել, արդյոք դատարանը տվել է համաձայնությունը թե ոչ, որովհետեւ նախորդիվ այն գրությունը, որով դատարանը պատասխան է ուղղել ԿԿՀ-ին, ԿԿՀ-ն դա չի ընկալել, չի դատարանը թույլ տվել է թե ոչ։ Շատ ներկայացում մինչև հարցը սպառիչ քննարկման անցնելը մի ճշտում հարգելի քրեակատարողական հիմնարկի կողմից այդպիսի անորոշություն ունենալու դեպքերությունը սպառիչ չընկալելու վերաբերյալ դատարանը որևէ տեղեկություն չի ստացել։ Նախ արձանագրում դատարանը ներառյալ դաստարանը վերադարձավ երկրի դարիչում շարունակում այնուամենայնիվ դատարանի համավայրը ընդունել են նաև տարբեր հնարավոր կարևոր հարցեր դատարանության մասնակիցների կողմից բարձրաձայնել, բայց քրեակատարողական հիմնարկը այդպիսի մտածում հայտնելու կապակցությամբ որևէ գերություն չի ուղարկել դատարանը, քան կասես եւ անորոշության մասին է խոսքը։ Պատվարժանական այո չի հասցրել, բայց երբ որ Վարշավիը այցելել է ԿԿՀ գործելու նպատակով թույլ չեն տվել այն պատճառաբանությամբ, որ դեռևս դատարանից համապատասխան թույլտվություն առկա չէ կամ գոնե դատարանի համաձայնություն, այսինքն պնդումը բացառապես փաստական է, գրագրության մակարդակում մենք չունենք եւ նաեւ այդ անորոշության փաստարկը ես ինքս եմ բացրաձայնում, որ հաշվի առնելով, որ Վարշավիին թույլ չեն տվել գործել Շնորհակալություն, միանգամից արձագանքեմ, ապա լսենք կողմերի կարծիքները։ Ես այդ հարցը հարգելի պաշտպան դիտարկում եմ բացառապես պատանանելով քննարկման շրջանակներում հնարավոր քննարկվելի հարց, եթե այնուամենայնիվ դատարանական այլ կառուցակարգի շրջանակներում քննարկման եւ ավելի լուծման ենթակա է համարում, դատարանը կարող է քննարկել դրա այս պահին կամ հետագայում դրան անդրադառնալու հարցերը։ Մենք ասենք դատարանական ինչպիսի կառուցակարգի շրջանակներում է պատկերացնում եւ դատարանը պետք է արձագանքի նախնական դատարանությունները։ Պատվարժանական, քանի որ հարցը վերաբերում է ըստ էության կարող է Վարշավիի այցելությունը դիտարկվել որպես այլ անձերի տեսակցություն, դատարանի հետ կիրառված որոշման արգելք է կիրառվել անխտիր բոլորի նկատմամբ բացառությամբ քրեական դատավորության օրենսգրքի ժողովրդավոր ազգական համարվող անձին, ուստի կխնդրեմ այս փաստական տվյալը հաշվի առնելով, որ Վարշավիի այցելությունը ըստ էության հիգիենիկ միջոցառում է, որը քրեակատարողական ծառայությունը չի առաջարկում, այսինքն տվյալ պարագայում կանոնավորը չունի այլ ընտրանք, քան արտաքինից մասնագետ հրավիրելու եւ օգտվելու այդ ծառայություններից կրկնել քրեակատարողական հիմնարկը այդ ծառայությունը ուղիղ չունի։ Ուստի կխնդրեմ դատարանի նախորդիվ կիրառված խափանման միջոց կալանավորման ժամկետի երկարացման հետ միաժամանակ կիրառված տեսակցությունների արգելքը Վարշավիի մասնագիտացված բնականաբար Վարշավիի մասով վերացնել եւ թույլատրել, որպեսզի Վարշավի այցելի Սերուկ-Վրաստանի Այսինքն բնականաբար կալանքի ընթացքում այնքանով որքան է կարելի։ Լավ, մի ճշտում դուք միջնորդության քննարկում ակնկալում եք հիմա, թե հաջորդ խափանիչոցի հարցի քննարկման շրջանում։ Պատվարժանական քանի որ հաջորդ հարցը տեղի կունենա 3 ամիս հետո, իսկ արդեն Սերուկ-Վրաստանի դատավորանի եւ դատախազություն եւ հիգիենիկ խնդիրները առաջանում կխնդրեմ սա դիտարկել որպես նոր էական փաստարկ եւ հարցի քննարկումը իրականացնել այս դատականություն։ Շնորհակալություն։